Եվ դրա համար էսա պատճառը, որ ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ եւ վերջին շրջանում որ օրինակ շատ քննարկում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, հրապարակային էլ եմ ասել, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, գյուղում ապրող մարդիկ, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք կառուցել, երբ որ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի եկեք ուղեկցենք իրենց եւ նայենք ուղղակի լուր նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում իր գոյության ողջ պատմության ընթացքում, ողջ հասկանում եք, հազարամյա պատմության ընթացքում չի եղել դպրոց։ Չի եղել դպրոց։ Մենք այսօր մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որտեղ այդ գյուղերի հազարամյա պատմության ընթացքում չի եղել մանկապարտեզ։ Հարգելի գործընկերներ, մենք պետք է ի վերջո արձանագրենք մի բան։ Հասկանում մենք շատ ենք սիրում, չէ՞, խոսել քաղաքակրթության մասին։ Եվ դա մեր սիրած թեման է։ Մեր գյուղերի 90, այսինքն մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը գոյության ողջ պատմության ընթացքում եղել են ցեխի մեջ։ Հասկանում եք։ Մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը իրենց գոյության պատմության ողջ ընթացքում եղել են ցեխի մեջ։ Այսինքն փողոցը չի ունեցել իր բնական վիճակի մեջ եղել։ Պարզապես մարդիկ այդտեղով ոչ ենթակառուցվածք չի եղել, մարդկանց ուղակի քայլելու տեղ է եղել։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեզ անհրաժեշտ է այս ամեն ինչը ինչի համար եմ ասում։ Այս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ ցույց տամ հարկի, բյուջեի, մարդկանց անհատի բարեկեցության կապը, բայց չեմ կարող ժխտել, որ մեզ հարկային քաղաքականության շուրջ անհրաժեշտ է լայն եւ մեծ ըմբռնում։ Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկա շրջանում եւ առավել եւս առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում հերթական պետք է այս թեման շատ լրջորեն քննարկենք մեր քաղաքացիների հետ։ Այսինքն պետք է հարկի նկատմամբ, ինչքան էլ դա դժվար հնչի, պետք է ձևավորել հարազատություն։ Ես համաձայն եմ, որ հարկի նկատմամբ հարազատություն ձևավորելը կախված է նաև նրա չափից, նրա կշռից, հանգամանքից, ծավալից։ Եվ ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ այսօրվա մեր հարկային համակարգը կատարյալ է։ Չենք կարող, ես նույնիսկ հույս չունեմ, չեմ էլ կարող տենց խնդիր դնել, որ եկեք կատարյալ հարկային համակարգ ունենանք։ Համակարգը կատարյալ չի լինելու երբեք, բայց ես կարծում եմ, որ մեր առաջնորդությունը պետք է լինի նրա մասին, որ մենք ըմբռնում պետք է ձևավորենք քաղաքացիների շրջանում, որ հարկը իր ընտանիքի, իր երեխայի, իր տան, իր սեփականության, իր երկրի անվտանգության, բարեկեցության, երջանկության համար է։ Մենք պետք է հասկանանք ինչ է մեզ պետք երջանկության համար, ինչքան է հարկավոր վճարել այդ երջանկության համար եւ ինչպես ենք բաշխում այդ երջանկության համար անհրաժեշտ գումարների հավաքագրումը, որովհետեւ ուզում եմ ելի ընդգծել եւ դրանով թերևս ամփոփել, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ բան տեղի չի ունենում առանց պետական բյուջեի ծախսի։ Եվ հետևաբար որևէ բանի տեղի ունենալը սկսած մարդկանց ամուսնությունից։ Ասենք, որ դա նաև որոշակի համակարգ է
որը գրանցում է ամուսնությունները, բայց ելի եմ ասում, պետք է ճանապարհը լինի, չէ՞ որ մարդիկ հարսանիք անեն, չի լինի այլ կերպ։ Եվ հոսանք պետք է լինի, ջրամատակարարում եւ այլն, էլ բան չանեմ, չպարզաբանեմ։ Եվ հետեւաբար մեզ պետք է ձևավորել, ես չի ասի կոնսենսուս, ես կասեի, որ ըմբռնում, թե ինչպես, որտեղ եւ մենք պետք է ինչ չափով մենք պետք է հարկեր վճարենք, բայց որպեսզի այդ ըմբռնումը ձևավորվի, նախ պետք է արձանագրել, թե այդ հարկերը ինչի համար են։ Ես կանխատեսում եմ, որ այս քննարկումից հետո նաև հետևյալ մի արձագանքն լինելու, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևատրումները եւ այլն, ես այսօր առավոտ հատուկ հանել եմ այս քննարկումից առաջ, խնդրել եմ ֆինանսների նախարարությունը տա տեղեկատվություն եւ երբ որ ես խոսում եմ 238 միլիարդ աշխատավարձի մասին, ուրեմն պիտի ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը այդ ամեն ինչի մեջ փոքր են 5%-ից։ Պետական կառավարման համակարգի այդ բոլոր մեծադղիրդ պարգևատրումները եւ այլն։ Եվ ելի եմ ասում, եթե օրինակ ամբողջ պետական այդ շարքումները որ կան, որ պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք, եթե օրինակ 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով։ Պատկերացնում եք, ամբողջ պետական համակարգ, դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով եւ այլն, բոլորը ոչ մեկ 0 աշխատավարձ, բայց այդտեղ կա մի նրբություն։ Այդ աշխատավարձ, այդ թոշակը, որը այդ համակարգին աշխատավարձ չտալով կարելի էր 1500 դրամ բարձրացնել, ենթադրենք մարդը ստանում է հիմա 30000 դրամ թոշակ։ Ենթադրենք ապրիլին մենք որոշել էինք, որ վերջ այս ամիս պետական հիմնարկներ, պետական համակարգը աշխատավարձ չի ստանում եւ դրա արդյունքում պետք է թոշակառուն ստանալ 31500 դրամ կենսաթոշակ։ Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակների 70%-ը այդ կենսաթոշակը չի ստանա ֆիզիկապես, որտեվ հռչակված կլներ, բայց այն համակարգը, որը պիտի այդ թոշակը A կետից հասնի B կետը, ուղղակի այդ համակարգը գոյություն չէր ունենա։ Լավ, մի ամիս կարար գոյություն ունենար, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա արդեն։ Լավ, երկրորդ ամիսը գոյություն ունենար, երրորդ ամիսը գոյություն չէր ունենա վստահաբար։ Որովհետև ոչ մեկ չէր համաձայնվի առանց աշխատավարձի աշխատել։ Եթե համաձայնվեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան են չի։ Ուրեմն ժողովուրդը պետք է մտածեր։ Թույլ տալիս է, որ իրանք առանց աշխատավարձի աշխատեն, դե թույլ չի տալիս։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար եւ մաղթում եմ մեզ, ձեզ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության հաջող եւ արդյունավետ քննարկումներ, որոնց արդյունքում այդ քննարկումների արդյունքն էլ պետք է ի վերջո մենք ուրվագծենք, թե ինչ արդյունք ենք ուզում ունենալ։ Մենք ուզում ենք ունենալ ավելի լավ պատկերացումներ, ինչպես կարող ենք ունենալ ավելի շատ եկամուտներ պետական բյուջե եւ ինչպես կարող ենք մեր ծախսերը դարձնել առավել արդյունավետ, առավել հասցեական, որպեսզի այդ ծախսերը առավել արդյունավետ ծառայեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը, բարեկեցությանը, երջանկությանը։ Շնորհակալ եմ։